Ողջույն սիրելի հեռուստատողներ, կրկին անգամ մենք հանդիպում ենք մեր շոու տաղավարում, այսինքն ուղիղ եթերում, օրը 4 շաբթի, դա նշանակում է հյուրասրահ է եւ պարբերաբար խոսում ենք արվեստից, մշակույթից եւ ընդհանուր առմամբ փորձում ենք հասկանալ, որքանով է մեզ ընդհանրապես մեզ համար մշակութային կյանքը լեցուն եւ առավել կոնկրետ ինչքան է մեզ պետք այսքան առատ թատերական իրականությունը կամ երաժշտական այս իրականությունը։ Այդ ամենի շուրջ մենք քննարկումներ ենք ունենում եւ պարբերաբար մենք ինքներս մեզ համար հասկանում ենք, որ այո, հոգեվոր սնունդը առանձնահատուկ կարևորություն է այնքանով, որքանով որ կարևոր է մեր իրական կյանքում։ Այսօր իմ հյուրերն են հետաքրքիր մարդիկ, քանզի մարտի 11-ին երեկոյան ժամը 7:30 րոպեին Beyond the Stars թատերական սրահում տեղի կունենա հրաշալի ներկայացում, եւս մեկ ներկայացում, ինչու եւս մեկ այդ ամենն էլ կհասկանանք, որովհետեւ այդ ամենի իրական մասնակիցները այսօր այստեղ ներկա են հարսնացու միլիոնատիրոջ համար։ Եվ իմ հյուրերն են այսօր սիրված դերասան Չուկոն, Լալա Իսկանդարյանը եւ Լիլիթ Վիվիանը եւ ես ողջունում եմ մեր շոու տաղավարից եւ ասում եմ բարով եք եկել մեր շոու։ Բարև ձեզ, մերսի, շնորհակալություն։ Հարստացուն միլիոնատիրոջ համար, հա, միլիոնատիրոջ համար հարստացուն։ Միլիոնատերի համար, ով է հարստացուն եւ ով է միլիոնատերը։ Հարստացունները նախ շատ են եւ կոնկրետ վերնագրին հենց տենց կապ չունի ով է միլիոնատերը կամ ով է աղքատը։ Ինքը շատ հետաքրքիր գրված ժամանակակից սյուժե շոշափված բան է, նյութ է, որի ընթացքում շոշափվում է կենցաղը, շոշափվում են հարաբերություններ, զույգերի, տղամարդ, կին, եւ ընթացքում ընդգրկված են հետաքրքիր երաժշտական համարներ, որտեղ հանդիսատեսը առիթ կունենա դիտելու եւ ըմբոշխնելու։ Իսկ ինքը ժանրային առումով, ավելի այսպես ժանրային առումով ինքը ինչպես գիտես Չուկոն ինչպիսի ժանր է գրում, դա ավելի շատ կոմեդիա։ Դա կոմեդիա է, բայց տրագիկոմեդիա։ Տրագիկոմեդիա։ Այսինքն ենթատեքստով ասելիք ունեցող հումոր։ Իսկ երբևիցե չի գա մի պահ, որ Չուկոն այդ կոմեդիայից դուրս գա, մի օր մի այսպես ոչ կոմեդիա խաղա։ Դա կլինի այն ժամանակ, զարմացնի մեզ։ Դա կլինի այն ժամանակ, երբ Չուկոն այդ պահանջը զգա հանդիսատեսի կողմից։ Շատ հաճելի է եւ եւս մեկ անգամ ես հիշեցնում եմ շատ սիրելի հեռուստադիտողներին, մենք աշխատում ենք ուղիղ եթերում եւ ընդհանրապես Beyond the Stars թատերական համալիրում ցանկություն ունենալու դեպքում Տոմսերի համար զանգահարում եք հետեւյալ հեռախոսահամարով 818 321 2101 եւ 818 265 0506 հանրահայտ հեռախոսահամարով։ Ինչպես նաեւ վաճառվում են Տոմսերը Անի Գրոսերում եւ Glenox վիդեո հաստատություններում։ Անկախ ամեն ինչից մենք խոսելու ենք թատերական կյանքից եւ ինձ համար շատ կարեւոր է որ այսպես պրոֆեսիոնալ դերասան եմ առաջ նստած եւ իհարկե նաեւ պրոֆեսիոնալ կազմ կարծում եմ պարբերաբար ձեզ տեսել ենք տարբեր եւ թատերական ձեռնարկներում մի խոսքով ընդհանուր առմամբ ինչ է կարծում թատերական կյանքը մեզանում լեցուն է եւ արդյոք կա ակտիվ տրամադրություն թե ոչ։ Ես կարծում եմ այդ կարգի բարդ հարցը ուղղված է ինձ։ Ես ասեմ որ հիմա ի ուրախություն մեզ բոլորիս հայ համայնքը այդ պահանջը ունի։ Պահանջը ունի անկախ նրանից որ ներկայացումները շատ են, լեցուն են, նրանք ունեն առիթ դատելու, որ ներկայացմանը ներկա լինեն, որին ոչ։ Բայց առաջ որ ասում էին դե մի հատ թատրոն եղավ Ֆերիկա, մյուսին ոնց գնանք չեն կարող մի շաբաթ, չէ, հիմա դա չկա։ Մանավանդ բոլորս աշխատում ենք այն ուղղությամբ, որ լինի այնպիսի մշտական խաղացանք, որ առանց որևիցե մի, ասենք, առևտրական գովազդ դիտելու ժողովուրդը տեղյակ լինեն, որ այսօր շաբաթօրը կամ ուրբաթօրը այսպիսի, ինչպիսին ասենք ARTN-ի Շանթի թատերասրահն է մշտաբար ընդգրկելու այդպիսի ներկայացումներ եւ մարդիկ գնան պարզապես դիտեն ներկայացում։ Իսկ վերջնական պատասխանը այո, ժողովուրդը հիմա ունի այդ պահանջը եւ մենք զգալով աշխատում ենք նրանց համար կատարել այնպիսի աշխատանքներ, որ նրանք հեռանան գոհ թատրոնից։ Լավ, հարցս ուղղեմ մեր հրաշալի գեղեցկուհիներին, աղջիկներ, առաջին անգամն եք դուք մասնակցում Չուկոյի հետ թատերական այս ասպարեզում, կարծում եմ, եւ ձեզ հետ միասին նաեւ շատ այսպես մի պրոֆեսիոնալ դերասանուհի կա, որը ներկայանում է բեմում, մեր շատ սիրելի Վիոլետա Գևորգյանն է, արդյոք դժվար չէ պրոֆեսիոնալների հետ խաղալը, ըստ ձեզ։ Իմ համար առաջին անգամն է Չուկոյի հետ եւ առաջին անգամն է բեմի վրա։ Ես միջև այս գործի մեջ չեմ մտել, բայց շատ ուրախ եմ, որ տիկին Վիոլետա Գևորգյանի հետ եւ Չուկոյի հետ եւ Լիլիթի հետ
բեմի վրա եմ ելնում իրանց հետ, ես Չուկոյի կինն եմ խաղում, Տիկին Վիոլետան էլ իմ կեսուրս է։ Բայց վերջը չհասկացանք ով է միլիոնատերը։ Այ դա դե համար է պետք դիգալ դիտել ներկայացումը։ Հա, միանգամից չբացահայտենք, հա։ Եվ շեշտեմ, որ Մերսիելի Լալա Իսկանդարյանը առաջի անգամ լինելով մեր միակ իրանահայ դերասանուհին է։ Այո։ Եվ ասեմ, որ շատ սիրվեց ժողովրդի կողմից, հանդիսատեսը նրան շատ ջերմորեն ընդունեց, եւ այնպես նա նույնպես ընդունված է շատ ջերմորեն իրեն գոլեգաների կոլեկտիվի կողմից։ Իսկ Լիլիթին ինչպես Այնպես որ կուզենամ բոլոր իրանահայ ժողովրդին էլ կոչ անել, որպեսզի գան, քաջալերեն, դիտեն մի հիասքանչ կատարում պարսկահայի կերպարով։ Այո։ Իսկ Լիլիթի համար ինչ կասեմ, Լիլիթի համար կասեմ, որ միջև նրա խոսելը նա առիթ ունեցել է նկարվելու հեռուստասերաններում, բայց սա նույնպես իրեն առաջին բեմելն է եւ հաջող հանդես եկավ, շատ տաղանդավոր դերասանուհի է, նաեւ վոկալային տվյալներով, այնպես որ ես ուրախ եմ, որ նրա կատարումը, դերակատարումը շատ հաջող ընդունվեց նույնպես հանդիսատեսի կողմից։ Հասկանալի է, լավ, կարելի է հիմա աղջիկներին հարցնել Ներողություն, որ իմ խոսալու ժամանակ դու ընդհատում ես։ Շտապեցի, հասկացա ուղղակի։ Ես ուզում եմ հասկանամ ընդհանրապես աղջիկների մուտքը դեպի թատերական ասպարեզ ինչպես ստացվեց, ասենք, ինչպես եղավ, որ դուք եկաք թատերական ասպարեզ, այ ասենք կոնկրետ ինչից սկսվեց այդ ամեն ինչը։ Չուկոն պարսկահայ աղջիկ էր ուզում, ես Ինձ շատ ազնիվ պատասխանը։ Ինչպես Վիոլետա Գեորգյանին հարցրել էին, երբ որ նա ընդունվել էր թատրոն առաջ, ինչը ձեզ բերեց թատրոն։ Շատ բարձ ոնց որ Լալան պատասխան, ասել էր հայտարարությունը։ Հայտարարությունը դիտեմ։ Այնպես է տենց պետք էր։ Իսկ Լիլիթ դու, ասենք ինչպես ընտրվեց, էլի կոլեկտիվը հետ եմ ուզում հասկանամ այն ընդհանուր առմամբ, որովհետև այստեղ նաեւ կան հրաշալի անուններ, որոնք ես անձամբ ճանաչում եմ, Անահիտ Ներսիսյանն է խաղացանկում, Թաթոսը, Հասմիկը, Էլա, այո, այո, եւ մեր հարգարժան Ռոբերտը Խաչատրյան, այո, ահա, եւ այս կոլեկտիվը ինչպես հավաքվեց, Չուկո ջան, այո։ Այդ կոլեկտիվը հավաքվեց իմ շնորհիվ, բայց քանի որ Աստծո մատախառն էր այս աշխատանքի մեջ, ընթացքում կատարվեց որոշ հետաքրքիր փոփոխություններ, ի օգուտ մեզ եւ գործը ավելի հետաքրքրացավ, ավելի հասավ իր նպատակին։ Ես կարծում եմ ժողովուրդը սպասում է արդեն, թե ինչի Մերսիելի Լիլիթը չի խոսում։ Հա, մենք ունենք հեռախոսազանգ, ես քեզ հարցրեցի, դու չպատասխանեցիր։ Ես անդադ հարցնում եմ ինչպես եղավ քո թատերական մուտքը։ Ես ստացա զանգ Չուկոյից առաջարկով թատրոնի համար, այսպես է։ Միանգամից։ Կտրուկ պատասխաններ են տալիս, որը շատ կարևոր է եւ անկեղծ։ Զանգ արեցին, Դե ժամանակ շատ չունենք, 45 րոպե ընդամենը ժամանակ կա։ Խնդիրը 45 րոպեի մեջ չի, ուղղակի ես ուզում եմ ինքս ինձ համար բացահայտել, արդյոք լավ է, որ թատերական աշխարհում եք։ Այսօր դա արդյոք իրական կյանքին է նմանվում, թե ասենք Որ ճիշտ ասեմ, ես ինքս ունենալով ասենք experience էկրանի վրա, կամերայի վրա, թատերական Գիտես ինչի համար եմ ասում, երիտասարդություն է գալիս դերակատարումներ անելու, եւ դա լավ է, իր հետ էլ երիտասարդություն է բերելու, բնականաբար, գիտես, դա շատ կարեւորվում է, որովհետեւ այսօր ինչքան ինձ հայտնի է եւ Չուկոյին էլ հայտնի է, մենք շատ անգամ բեմերից ելույթ ենք ունենում, դահլիճում շատ երիտասարդներ չենք տեսնում, անկախ ամեն ինչից մենք ուզում ենք, որ երիտասարդներն էլ գան, թեկուզ հայ լեզուն, հայ հումորը, հայ տպավորությունը, հայ մարմնավորած կերպարների տարբերակները, խաղացանկը, ընդհանուր գաղափարը հասկանան, որովհետև չէ որ առօրյան պետք է նաև երիտասարդների համար լեցուն լինի, ես այդպես եմ կարծում Չուկո ջան։ Եվ ձեր գալը, ձեր մուտքը ես ողջունում եմ պարզապես եւ ձեզ էլ կարծում եմ հիմա կողջունեն մեր հեռուստատողները կամ ունեն ասելիքներ, լսենք նրանց, մենք աշխատում ենք եթերում։ Ողջույն, դուք եթերում եք։ Բարև ձեզ, սիրով լսում ենք ձեզ։ Շատ եմ սիրում։ Այո։ Հացում եմ Հրաչյա Մղիթարյանը։ Այո, սիրում եմ ձեզ։ Ես ուզում եմ իմանալ, ձեր Նարինե Հարությունյանը, ձեր կինը առաջվա, թե չգիտեմ, ինչով է բանը, հիմա երգում է ինքը։ Ահա, շատ շնորհակալություն շատ ջերմ հարցի համար։ Ես այսքան տարի TV-ով ելույթ եմ ունեցել եւ դա իմ երազալի երազանքներից մեկն եղել, որ հարցնեն Նարինե Հարությունյանի մասին, որը որ իմ էքս-կինը չէ, էքս-կինն է, այնպես որ ես այնքան էլ լավ չեմ հիշում նրան։ Այնպես որ նրա մասին ես քիչ տեղեկություն գիտեմ, բայց քանի որ երեխայիս մայրն է, հույսով եմ, որ նա շատ լավ է
եւ երեխայիս կողքին է։ Երեխան լավ է։ Եվ երեխաս դարավ 24 տարեկան, Ես շնորհավորում եմ քեզ։ այո, այնպես որ շնորհակալություն։ Հաստորեն ամեն ինչ լավ է, լավ։ Թատերական աշխարհը մտանք նորից։ Ողջույն, լսում ենք ձեզ։ Այո, լսում ենք, իջեցրեք հեռուստացույցի ձայնը։ Լսում ենք ձեզ, խոսեք, այո։ Բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Շատ ուրախ եմ Գրիշա ջան, որ լսում եք, շատ նախանձելի հյուրեր ունես։ Այ դուք խոսում եք, թե ինչպես դերը կատարեցին, պիտի ներկա լինեիք ուղղակի դուք։ Եթե ներկա լինեիք, կկարոտեիք նույնիսկ նրանց հեռուստատեսությամբ նորից տեսնելու համար։ Բրավո։ Իրահարված են ձեր դերասանների վրա։ Շուկոին, որ շատ ենք սիրում, ճանաչում եմ մանկուց, եւ իր ընտրած դերասանները իրանի, չգիտեմ, իրա նման է երևի։ Լրիվ շնորհակալություն։ Շատ լավ հաղորդումներ եք կազմակերպում, շնորհակալություն ձեզանից։ Շնորհակալություն։ Ես եւս մեկ անգամ հիշեցնեմ մեր շատ սիրելի հեռուստադիտողներին, որ էկրանին պատկերված հեռախոսահամարով դուք կարող եք պատվիրել ձեր տեղերը Beyond the Stars թատերասրահում մարտի 11-ին երեկոյան 7:30 րոպեին եւս մի տրագիկոմեդիա ներկայացում հարսնացուն միլիոնատերի համար։ Սցենարի հեղինակ Չուկո եւ բրավո Չուկո։ Հիմա Ես լսենք ասեցի ժողովրդի։ տրագիկոմեդիա, սիրում եմ մի քիչ ուղում մտցնեմ քեզ, բայց չասեցի որ սա տրագիկոմեդիա է, սա յունիկ կոմեդիա է։ Յունիկ կոմեդիա։ Ողջույն։ Տրագեդիա բառով մի վախացրու։ Ողջույն։ Ալո, Այո, լսում ենք ձեզ սիրով։ ախր ինքը խոսա, ես ոնց խոսա։ Դուք խոսեք, անջատեք հեռուստացույցի ձայնը, լսեք մեզ։ Լսում եք ինձ Գրիշա ջան։ Այո։ Ագեշա ջան, ես ուղղակի ողջունում եմ տաղանդեր ներկայացնելու համար։ Չուկո ջան, ցավը տանեմ, ես հիշում եմ քեզ 12 տարեկանից երբ որ դու Երևանում բեմ բարձրացար, ես այդ օրը ներկայ գրկել եմ ու քեզ համբերել եմ։ Ես դա չեմ մոռանում, այդ օրը որ դու փոքր ես եղել, 12 տարեկանից դու բեմ բարձրացար։ Իսկ մայրիկդ Սնվելա Սալյանսկի 11 համարն Թիֆլիզիմ հարևանն է եղել։ Ես ամայի թևը բռնասարել եմ, մարոժ եմ ուտասել բիոլետեք, յանք համասեց ինքը արտասվեց։ Ես դա հիշում եմ, Սալյանսկի 11 համարն ասա Դորսոյանների հարևանն է, ես իր ասպեմ մեցեց փոքր աղջիկ էր սիրուն, ասեցի Վիոլետա ջան, տանեմ քեզ մարոժի տամ, ասեց համարոժ եմ սիրում, ասա տարա խորերի շկոլի մոտ ընդեղ Թիֆլիզ, մարոժ եմ հյուրասիրել, ես դա չեմ մոռանում այդ օրը, այդ դեպքը, ես ինքս Թիֆլիզ եմ տնել, մի խոսքով սիրելի աղջիկներ, ես ողջունում եմ ձեզ, ցանկանում եմ ձեզ կանաչ ճանապարհ բեմի վրա, թող ձեզ ոչ թե գնահատ ծափահարեն։ Բրավո, շատ շնորհակալություն, շատ։ Չեն սնվում, տաղանդներ դառնում են։ Շնորհակալություն, օй, կներեք, ես պարզապես պետք է ընդհատեի մեր զրույցին։ Շնորհակալություն, Մարիկ ջան, ես ձեր առջև պարզապես խոնարհվում եմ։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալություն, որ Ջեր այսպես խոսքերի համար, մարոժնու համար, ամեն ինչի համար, ձեզ շատ շնորհակալ եմ ու խոնարհվում եմ ձեր Դուք ողջևորեցիք մեզ ինչ որ չափով, նաև շատ շնորհակալություն անգամ ամեն ինչից տեղափոխեցիք Չուկոին իր հիշողությունների գիրկը եւ դա շատ կարեւոր է, բայց այս պահին ես կոնկրետ եւս մեկ անգամ տեղեկացնում եմ, որ հրաշալի թատերական ներկայացում եւ գեղեցիկ անձնակազմ, որտեղ բեմում խաղում են ամեն մարդ իր դերը եւ դա շատ կարեւոր է։ Թեև իրանք չեն բացահայտում ով է միլիոնատերը, ով է հարսը, անկախ ամեն ինչից այդ ամենը մնում է անակնկալների շարքում։ Անպայման ներողություն չմոռանանք շեշտել, որ այս ամեն ինչը իգակատար դարձավ հայկական-ամերիկյան երաժշտաթատերական ընկերության տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանի եւ իհարկե եթե Լուիզ Ջիլը չլիներ, պարզապես այս մեր գեղեցիկ ներկայացումը չէր ներկայացվի հանդիսատեսին։ Եվ նաեւ շնորհակալություն մեր գլխավոր IMAX Autogroup հովանավորին եւ նաեւ Nancy Jewelry հովանավորին։ Ինչքան լավ է, որ կան գործարար աշխարհի ներկայացուցիչներ, ովքեր մշակույթի հարցում անտարբեր չեն եւ նման տիպի ձեռնարկներին մշտապես գալիս են սատարելու։ Անկախ ամեն ինչից լսենք հեռուստադիտողներին։ Ողջույն։ Բարև Գրիշա ջան։ Բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ, շնորհակալություն։ Որովհետև ես ձեր հաղորդման մշտական լսողն եմ, Գրիշա ջան, այսօր ես չեմ եկել։ Ահա։ Մեր շոուի։ Ատենի մատանով, ես ուզում եմ ասեմ Շուշուտ ասա, Թաթոս ջան։ Այդ մտածել եք ասեմ, էլի։
խաղացող դեսովա դերասանները ու ես շատ ուրախ եմ, որ իրանք հետ խաղալու եմ այդ թատրոնում ու շնորհավորում եմ բոլորին։ Բրավո, բրավո։ Մերսի զանգի համար։ Բրավո։ We love you brothers։ Ողջույն։ Հալո, բարև ձեզ։ Բարև ձեզ, լսում ենք սիրով ձեզ։ Այսօր ուզում եմ իմ խորի շնորհակալությունը հայտնեմ Ռոբերտ, եթե չեմ սխալվում ստուդիայի տնօրենը։ Չեք սխալվում։ Ռոբերտ Օղլավչյան։ Մենք այս մեր հզորերում ունենք մեր թատրոնը, հայ թատրոնի տարածքը։ Շնորհակալություն իրանց, խոնարհում ենք նրա առաջ այս լավ գործի համար։ Մեր դերասաններին կանաչ ճանապարհ, լայն մտահորիզոն, ստեղծագործական մեծ աշխատանք շնորհակալ ենք, որ իրանք աշխատում են ու թատրոնը այն արվեստի այն ճյուղն է, որ երբեք չի մեռնելու ու շնորհակալ ենք, որ այս մեր երկում մեծ տենց լավ անակնկալ են անում։ Շատ շնորհակալություն։ Բրավո։ Շնորհակալ։ Բրավո, որ գնահատում եք արվեստը եւ ընդհանրապես լավ է, որ դահլիճները լինեն լեփլեցուն եւ մշտապես լինի ծափահարություններ։ Ձեր թույլտվությամբ այս պահին մենք ընդմիջենք անցնենք գովազդների հաղորդման երկրորդ մասում ես առաջարկում եմ ավելի մի քիչ այսպես զրուցենք թատերական կյանքի այսօր։ Գովազդը պարտադիր է։ Իհարկե պարտադիր է, Ուրեմն գնանք։ այնքանով պարտադիր է, որքանով որ պարտադիր է։ All American Logistics հաստատություն, սիրելի բարեկամներ, իր մասնաճյուղերով Գլենդելում 2 փողոցներում Broadway եւ Colorado եւ իհարկե Las Vegas-ում առավել տեղեկացեք նաեւ North Hollywood-ի բնակիչներ, որ 12801 Victory Boulevard հասցեում North Hollywood քաղաքում գործում է այս հաստատությունը, որի միջոցով դուք կարող եք ծանրոցներ ուղարկել ոչ միայն Հայաստան, այլ աշխարհի ցանկացած անկյուն, իսկ ծանրոցներն ուղարկելու դեպքում ձեզ կտրվի անվճար հեռախոսակարգեր, այնպես որ մշտապես ձեր ծանրոցներն ուղարկեք այս հաստատության միջոցով։ Դե ինչ կվերադառնանք շատ արագ գովազդներ եկացնել։ Սիրելի հեռուստատողներ, բոլոր մասնագիտացված խանութներից ձեռք բերեք նոր DVD Ալա Բալանիցա հայկական եւ ընդհանրապես յուրահատուկ այս տարբերակը ինտերակտիվ կինո, որտեղ կինոյի ուղղությունը դուք հնարավորություն ունեք փոխել ձեր հեռակառավարման վահանակի միջոցով։ Սա յուրահատուկ տարբերակ է եւ այս ամենը ձեզ համար է Հայկոյից եւ Մկոյից ձեռք բերեք այս DVD-ին եւ հավելյալ տեղեկությունների համար էլ զանգահարեք 818-299-4444 հեռախոսահամարով։ Մասնագիտացված բոլոր խանութներում արդեն կա վաճառքում։ Ինչպես նաև չմոռանաք, սիրելի բարեկամներ, Համբիկ Տուրզի մասին մի ընկերություն, որը մշտապես կազմակերպում է ցանկացած ճանապարհորդություն եւ ուղևորություն ձեզ համար։ Մարտի 16-ին Մեքսիկո 3 օր 2 գիշեր սնունդը եւ խմիչքը ներառյալ, ինչպես նաև հրաշալի նորություն մարտի 26-ին 4 օրով Ռինո քաղաք Grand Sierra հյուրանոցում բացառիկ արժեք $139։ Համբիկ Տուրզ, ապահովարեք ներս ու դուրս, զանգարեք 240 46 90։ Ինչպես նաև սիրելի բարեկամներ, Old Yerevan ռեստորանը մշտապես հրավիրում է կազմակերպեք ձեր ցանկացած տոնական առիթներ, գտնվում է 1351 East Colorado հասցեում եւ ցանկացած առիթների դեպքում ունի քեթրինգի ծառայություն 818-484-82-88 հեռախոսահամարով զանգահարեք։ Դե ինչ, մեր շոուն աշխատում է ուղիղ եթերում, իմ հյուրերն են հրաշալի մարդիկ, սիրված դերասաններ եւ տեղեկացնում եմ եւս մեկ անգամ, որ մարտի 11-ին 7:30 րոպեին Beyond the Stars թատերասրահում տեղի կունենա հրաշալի թատերական ներկայացում, եւս մեկ ներկայացում հաստատուն միլիոնատերի համար։ Եվ այսօր ինձ մոտ են դերասաններ Չուկոն, Լիլիթ Վիվիանը եւ Լալա Իսկանդարյանը եւ մենք խոսում ենք ներկայացման մասին, բայց քիչ առաջ հարկացանք խոսել թատերական կյանքի մասին։ Ընդհանուր առմամբ նախ ինչու երկրորդ ներկայացումը, սկսենք այդտեղից։ Որովհետև մինչև երրորդը հարկավոր է երկրորդը խաղալ։ Այսինքն դուք անընդհատ ուզում եք խաղալ։ Այո, բարեբախտաբար այդպիսի սիստեմ ընդհանրապես մենք խաղացել ենք դժբախտաբար մեկ ներկայացում, լավագույն դեպքում 2 եւ դա վերջացել է։ Եվ գիտես Հայաստանում թատրոններում տարիներով մի ներկայացում կարող է լինել ցանկի մեջ եւ ասեմ, որ այդ սիստեմը շարունակվեց, շարունակաբար ինչպես ճանաչում եք Վահիկը դա շուկայում, ինչպես ասեց, սկզբնակներից մեկն էր, որ տրադիցիան պահպանելով ներկայացումները շարունակաբար խաղում է։ Եվ սա նաև այն ներկայացումներից է լինելու, որ կարծում եմ
նույնիսկ երրորդով էլ ժողովուրդը չի բավարարվի եւ հետո մենք պլաններ ունենք, որպեսզի սա ներկայացնենք նաեւ տարբեր ուրիշ Քաղաքներում, նահանգներում, այո, դա շատ լավ է։ Անկախ ամեն ինչից մեզ նորից զանգահարում են, լսենք հեռուստադիտողներին եւ փորձենք եւս մեկ Իսկ անգամ բիլը ձեր վրա է, թե ասենք զանգ։ հեռուստադիտողի վրա է զանգում։ Այո, ողջույն, ողջույն։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես շնորհավորում եմ եւ ողջունում եմ ձեր բոլորին։ Այո։ Սիրելի Չուկո, շատ շնորհակալ եմ ձեզանից։ Ձեր տաղանդը, իսկապես եթե չգիտի մեկը ձեր տաղանդի մասին, ուրեմն շատ բան է կորցրել։ Իմ ցանկությունս է, որ դուք հաճախ այսպիսի թատրոններ պատրաստեք եւ սցենարը դուք պատրաստեք եւ ներկայացնեք, ինչու՞ չէ, գոնե տարին 2-3 հատ։ Ես կխնդրեի հովանավորներին, որ հովանավորեն Չիպոյի պես տաղանդավոր դերասանին եւ սցենարիստին եւ բեմադրիչին, ես ներկայ եմ եղել ձեր թատրոնին եւ երկրորդ անգամ եմ գալու, տիկետները առել եմ։ Իրերի Լալա ջան, ես Քրիստինի մաման եմ։ Հայ։ Լիլիթ ջան, դուք շատ հոյակապ եք բեմի վրա։ Ես ձեզանից շատ շնորհակալ եմ։ Ես նորից ներկայ եմ լինելու, բայց այս անգամ արժևում եմ նստելու, որ ձեզ ավելի լավ տեսնեմ։ Շատ շնորհակալություն։ Պաստորեն տիկին առաջին անգամ եղել է եւ այսօր նպատակ ունի երկրորդ անգամ լինելու։ Որը շատ հաճելի է։ Շատ հաճելի, այո, ողջույն։ Բարև Գրիշա։ Բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Ինչպես եք, լավ եք։ Իհարկե, այսքան հրաշալի մարդկանց մեջ ոնց կարող եմ ես վատ լինել։ Հրաշա, ամեն անգամ ես որ նայում եմ քո հաղորդաշարը հիանում եմ, բայց շատ եմ ցավում մեր դերասանները, որ էսերի արտահայտություններ են անում։ Ինչու են արգելեր, որ 18 տարեկանից ցածր չի պիտի կան այս ելույթը նայելու։ Ինչու է բարերի փոխարեն դինամուս բարերի փոխարեն արդյոք ուրիշ բարեր չկար գործածեին։ Ամոթ է ջանիկս, ամոթ է դերասանները, լավ խաղացողներ են, լավ դերասաններ են, նման բարեր են գործածում բեմի վրա մեր հայերը։ Արակ Անջատի։ Անջատեմ։ Ուրեմն, սիրելի Մայրիկ ջան, նախ 18-ից ցածր հայտարարությունը այս ներկայացմանը չի վերաբերվում, դա վերաբերվում է մեկ ուրիշ ներկայացմանը, որ դուք շփոթել եք։ Դա մեր ներկայացմանը նույնիսկ կարող են գալ նայել երեխաները, որովհետև միջև այդ բառերը բենամուս, դայուս, ինչ որ նշանակում է, ինչ որ դուք գիտեք, ձեզանից ավելի բանիմաց մարդիկ կարդացել են եւ դրա իրավունքը տվել են, որպեսզի մենք բեմից դա արտահայտենք։ Այնպես որ դուք ավելի ուշադիր եղեք եւ պրոֆեսիոնալ դերասաններին նկատողություն չհամարձակվեք անել անտեղի տեղին։ Մենք ընդունում ենք յուրաքանչյուր քննադատություն, եթե դա տեղին է, որը որ մեզ է վերաբերվում։ Չենք ընդունում այն, որը որ մեզ չի վերաբերվում։ Իսկ եթե ասենք պարզապես ասենք այս տիկնոջ ասածը ընդունենք որպես հարց, այլ ոչ թե քննադատություն։ Ընդունենք որպես հարց, դա սխալ տեղեկություն է, 18-ից պակաս որ չի կարելի, ընդհակառակը 18-ից պակաս կարելի է։ Եվ այնտեղ որից է մի բառեր, որ ես արտահայտեցի, այդ բառերը այնպիսի բառեր չեն, որոնք արգելում են 18-ից ցածր դիտելու։ Ավելի լավ է տիկինը հետևի իրենց տան, ասենք, TV-ի որոշ HBO-ների չանալներից զգուշանալու համար։ Այ դա եմ ուզում հասկանամ, որ բավական է այս ցինիզմը։ Ես միանշանակ ասում եմ եւ բացարձակապես հայտարարում եմ, հայ ժողովրդի մեջ մտել է յուրահատուկ ինչ-որ մի ցինիզմ, երբ որ սենց գալիս են թատրոն, կախվում են բարից կամ չգիտեմ, ինչ-որ մի արտահայտությունից ու դա փորձում են դարձնել հայոց հարց։ Սա արդեն ցինիզմի է նմանվում առաջի հերթին եւ երկրորդ հերթին կարեւորվում է միտքս այնքանով, որ այսօր այդ երեխաներին զերծ պահել ինչ որ բարերից կամ արտահայտություններից, բայց չնդիմանալ ինտերնետին ու կոմպյուտերին կներես։ Բալիկս թող խաղա, այն մարդասպանի խաղեր կան աննորմալ նստում խաղում են, կոպիտ ասած, թող վայրենի մեծանա, արուն տենա, ինչի՞ չէ, բայց այդ բենամուս բառը չլսի հանգարց երեխաս։ Այսինչ հիմարություն ու ցինիզմա այս ազգի մեջ մտել։ Կարակ որպես մշակույթի մարդիկ ինձ բացատրեք, ես հասկանամ։ Ու դա տարածված է Միացյալ Նահանգների հայության մեջ։ Հայաստանում նման ցինիզմ գոյություն չունի, ես աշխատել եմ ուղիղ եթերներում եւ նման
ցինիզմ չկա։ Սա այստեղ է ինչ որ ձևավորվել։ Վայրն աղջիկը ոտը բացեց, պորտը բացեց, հա բացեց սիրուներ, բացեց ձեզ ինչ։ Այո։ Հիմա Պորտը բացելու համար է, հետո ոչ թե տեղը դնելու։ լսում եմ, այ հիմա որպես թատերական մարդ, որպես մշակույթի նվիրյալ, խնդրեմ, ասա, ինչ է սա կատարվում։ Ես ասեցի ինչա կատարում, սա պարզապես հասարակ չիմացությունից է գալիս։ Անգրագիտությունը։ Դու մի քիչ գիտեմ, ուզում ես ավելի կոպտացնես, ես չէ։ Ես ուզում եմ Ես չեմ ավելի ուզում մի քիչ կոպտացնել, սկանդալային սարքես, ես քեզ հասկանում եմ։ Ես սկանդալային չեմ սարքում, բայց դու ինձ հավատա, որ այդպես Բայց է։ ես չեմ ուզում վիրավորեմ, ուղղակի պարզապես ասում եմ, որ դա, այո, դա գալիս է չիմացությունից։ Այսինքն անգրագիտությունից։ Ոչ տեղեկությունից, ինչքան էլ դու այդ բառը ասես, ես չեմ ուզենա վիրավորել։ Ինչ անգրագիտությունից ես ուզում ես ասես, որ ազգի 70% անգրագետ չի, դու ուզում ես քեզ համոզես, որ այդպես է։ Հիմա ուզում ես Այսօր կա մեկը, որ գիրք է կարդում, կա մեկը, որ ընդհանրապես ընթերցում է, կան մարդիկ, որ թատրոնը, այսօր Չուկո ջան, դու թատրոնը պետքա լեցուն լինի քո դահլիճը, ոչ թե մենք պետքա այսքան նստենք այս թատրոնից խոսանք, այլ երկու րոպեանոց ռեկլամից պետքա գնան տոմսերն առնեն այս Էնեն ազգը։ հերիք չի նստել ենք խոսում ենք, զանգում են, ասում են այդ բառերը։ Ես այդ եմ ուզում ասեմ, որ այ անգրագիտությունից վախենում ես ասես, որ անգրագիտությունը համատարած է։ Վախենում, Գրիշա ջան, ուղղակի Ինչի մասին ուզում եմ է մի քիչ խոսքը։ ավելի նուրբ վերաբերենք, որովհետև զգալով անգրագիտությունը։ Եթե այսօր թատերական մարդը բեմից բենամուս բառն ասում է եւ սցենարի հեղինակը գտել է ու սրբագրիչները որոշել են, որ այդ բառը իրավունք ունի բեմից արտահայտվելու, այս տիկինի որոշումը չի դա։ Եվ այդ տիկինը իրավունք չունի զանգելու եւ մնացածին փաթաթաթ անելու իրեն ոչ իմացությունը։ Ողջույն, դուք եթերում եք, խոսեք։ Ողջույն Գրիշա ջան։ Լսում եմ ձեզ։ Ուղղակի գիտեք ինչ, մեր հայ ազգը հիմա դարձել է ծայրահեղ։ Ահա որ ծայրահեղ ժողովուրդ ենք դարձել, քննադատությունը դարձել է մեր առօրյան։ Այո, դարձել է մեր առօրյան եւ իրոք դա չիմացությունն է։ Ինչպես կարելի է մեր հայ սցենարիստին, մեր հայ կինոդերասանին կամ որևէ արվեստի աշխատողին քննադատել, բայց այստեղ նայում են այնպիսի Վերջ։ Այ համեմատական տանելով, որ այստեղ իրենց երեխաները այնպիսի բաներով են զբաղված, որ ավելորդ է։ Չի կարելի, եթե չեք իմանում, մի զանգեք վիրավորել։ Միանշանակ դուք ճիշտ եք, տիկին, շատ ճիշտ եք։ Տեսեք, զգացեք։ Շատ շնորհակալություն։ Ողջույն, դուք եթերում եք, խոսեք։ Հայ Գրիշա ջան, Բարև ձեզ։ օգնաշելն եք, Չէ, փախած ողջույն։ լավ միտը ծաղացեք, նայեք, Շատ լավն է այդ տեքստը, օգնաչը։ օգնաշել եք, Լսում եք սիրելիս։ որ մենք ենք զանգվում ամանջում ենք, Մի ամաչեք, խոսեք, դուք էլ իրավունք ունեք խոսելու, դուք էլ հայ ժողովրդի մի մասնիկն եք, ինչու՞ց եք ամաչում։ չեմ անում ինչ են տեսել, շատ են իրանց կործրել, շատ չապից դուս իրանց կործրել են, ասա մի հատ հայլի դիր աշտիտ առաջը լավ մտրու կնդիտ մեջ, Լավ, Ակերը լավ է եվա, հասկանալի է։ Չիկո ջան, Ջանա ջան։ ես կործրագիրը չեմ տեսել ոչ մի անգամ, բայց միշտ հերոստացուսով եմ նայում քեզի եմ քո մայրիկին, Ույսով որ մեկ ինչ ավելի բաց ծրագիրներ գտնենք, որ մենք կարողանանք Ավելի բաց եմ սրանից են կոմենտի։ 18 տարեկանից վերև լինի, ես 17 կես եմ, բան չկա, ինձ տեղ կտա։ Շատ շնորհակալություն, ես պարզապես Խնդրում եմ անպայման եկեք ամսի 11։ Այո, եւ բոլորին ենք հրավիրում, ես այդ իմաստով չէի ուզում ասել եւ ընդհանրապես մենք խոսում ենք կոնկրետ ներկայացումից, սցենարի հեղինակ Բեմադրիչ Չուկոյի հետ եւ մեր հրաշալի դերասանուհիների հետ Լալա Իսկանդարյան եւ Լիլիթ Վիվիեն եւ ցանկալի է որ բոլոր այսպիսի ձեռնարկները, թատերական ձեռնարկները, մարդիկ գործ են անում, լեցուն լինեն դահլիճները, այստեղից է գալիս ինչ-որ չափով գրագիտությունը, գալիս է հոգևոր սնունդը, որը անհրաժեշտ է յուրաքանչյուր հայի, հավատացեք, հոգևոր սնունդը դա շատ կարևոր մի բան է։ Ճիշտ է, մենք կարանք շատ լավ, այդքան կօգտվենք խանութներից ընտիր ուտելիքներ առնենք, ուտենք, լավ կշտանանք, հասկանալի է, դա էլ կարևոր է, ինչի՞ չէ, բայց հոգևոր սնունդել է մեզ պես, ժողովուրդ ջան, որ մենք դրանով կարողանանք գրագիտություն ձեռք բերենք, զարգանանք, դաստիարակվենք, թատրոնը նաև դաստիարակություն է։ Հետո հոգևոր սնունդը ավելի հեշտ է մարսվում։ Իհարկե, քան ասենք Քան տենց խորովածը։ Մենք գովազդի ենք գնալու, թողենք այս կրքերը, թեթևացնենք մեր տրամադրությունը։ Հանգստացի։ Այո, ես հանգիստ եմ։ Հիշեցնենք մեր շատ սիրելի հեռուստադիտողներին եւս մեկ անգամ, որ Գլենդել քաղաքում 620 Sound Glendale, այսինքն Glendale եւ Melpa փողոցների հատմանակյանում նախկին Mirage-ի փոխարեն այժմ գործում է Chic Apparel խանութ-սրահ, որտեղ դուք կարող եք ձեռք բերել ամեն տեսակի գեղեցիկ հագուստներ եւ իհարկե մատչելի արժեքներով նաեւ, եւ ինչու՞ չէ, նաեւ ես
այսպես եմ ասել, կարող եք ձեր ճամպրուկը Հայաստան մեկնելուց առաջ վերցնել, այցելել այս խանութ, լցնել ամեն բան եւ բավականին մատչելի արժեքներով եւ իհարկե բարձրաճաշակ հագուստներով եւ այցելել Հայաստան։ Մի խոսքով Chic Apparel կվերադառնանք։ Այո, մեր տոնական լավագույն ընկեր Amore Flowers ընչակլեց խանութ սրա ձեզ սիրելի բարեկամներ առաջարկում է յուրահատուկ զեղչեր, ցանկացած տոնական առիթների հետ կապված յուրաքանչյուր ապրանքներ, երբ որ վերցնում եք ընդհանուր փակեջով, մնացած վարձող ապրանքները ձեզ տրվում են անվճար, ինչպես նաև հարսանյաց հանդեսների տարբերակում այդ ամենի հետ միասին նաև հարսին տրվում է սիրելի բարեկամներ հատուկ, այսպես ասած, gift certificate Golden Facial-ի համար, այնպես որ զանգահարեք, այդ ամենը անվճար է։ Amore Flowers ընչակլեցը գտնվում է 13713 Մուր Փարք փողոցում Շերմոնոքս քաղաք, հեռախոսահամար 818-709-1900։ Ինչպես նաև Nazo Video and Photo հաստատությունը ձեր բոլոր առիթների լավագույն ընկերն է, յուրաքանչյուր վարքյան տեսախցիկով եւ վիդեո խցիկով այս ամենը կամրապնդի ձեր համար որպես լավագույն հիշողություններ եւ իհարկե խնդրեմ զանգահարեք այդ հաստատություն հետեւյալ հեռախոսահամարով 818-649-9992 եւ հարց փամշապ 6362 Վերնայս Բուլվար 818-755-45-58 հեռախոսահամարով զանգահարեք։ Մենք խոսում ենք թատերական ներկայացման մասին, իմ հյուրերն են հրաշալի դերասաններ եւ թատերական ներկայացումը տեղի կունենա մարտի 11-ին, երեկոյան 7:30 րոպեին Beyond the Stars թատերական համալիրում հարսնացություն միլիոնատերի համար խորագրով սցենարի հեղինակ Չուկո, իմ հյուրերն են Լալա Իսկանդարյանը, Լիլիթ Վիվիանը եւ ինքը հենց Չուկոն։ Տոմսերի համար զանգահարեք էկրանին պատկերված հեռախոսահամարով։ Հեռուստատեղներին չենք սպասեցնում, լսում ենք կարծիքներ եւ շարունակում ենք հասկանալ թատերական կյանքի այս խժդժությունների մասին։ Ողջույն, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Շնորհավորում եմ ձեր հաղորդաշարը։ Շնորհակալություն։ Մենք բեմադրության ժամանակ այնտեղ ենք եղել ամուսնուս հետ։ Այո։ Եվ շատ զգացված ենք, շատ ուրախ ենք։ Հիշում եք, էքսկլյուզիվ հաղորդաշար գոյություն ունե, երբ որ փողոցում հարցազրույց էին անցկացնում։ Ինձ հարցրեցին, ճանաչում եք Հրաչյա Մխիթարյան, ճանաչում են ձեզ, ասի այո, ճանաչում եմ։ Հրաչյա ջան, շատ ուրախ եմ, շատ ուրախ, որ այդքան շնորհք կա քո մեջ, սցենարիստ, ռեժիսոր, դերասան, երգիչ, գիտեք, ձեզ նման մարդկանց պետք է այնպես անեն, որ կարողանաք դուք առաջ գնալ, եւ ես այն ժամանակ ձեզ ցանկացա մեծ բեմեր, եւ շատ եմ ուրախանում, որ կարողանում եք բեմադրություն ներկայացնել, եւ ցանկանում եմ ավելի շատ, որպեսզի մեր արվեստը, մեր լեզուն փոխանցվի մեր երեխաներին, թոռներին, թող շնորհք սովորեն։ Իհարկե։ Եթե կատակերգությունը, այդ կատակերգության մեջ պետք է հումոր լինի, ցենզուրից դուր բառեր լինի, որ ավելի հավեսով լինի։ Շատ շնորհակալություն։ Շատ շնորհակալություն, շնորհակալություն։ Ողջույն։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջունում եմ մեր շատ սիրելի դերասաններին։ Այո։ Կուզեի ասել, որ մեր դերասանները այսօր շատ լավ ըմբռնում եւ վերլուծում են թատերարվեստի բոլոր դժվարությունները, իհարկե շատ լայն հորիզոններով, եւ մենք տեսնում ենք նրանց տաղանդը բեմի վրա, որոնք ներկայացնում են ամբողջ իրենց ներաշխարհով եւ իհարկե բնախոսական շատ բարձր կառույցով եւ մեծ կուլտուրայով։ Մի վիրավորվեք, սիրելիներս, եթե կան որոշ զանգահարողներ, որոնց շատ դժվար է հասկանալ եւ գնահատել իսկական արվեստ։ Շատ ճիշտ եք ասում, բայց պետք չի անպատասխանատու հայտարարություններ անել, երբ որ ներկայացմանը կոնկրետ չի վերաբերվում այդ խոսքը, չի կարելի կարել այս ներկայացման մասին։ Կարելի է խոսել այնպիսի բաներ, որ իրականությանը համապատասխանի, որովհետեւ այնպիսի անպատասխանատու հայտարարություններ են անում երբեմն, որ կարող են կարծիքներ շեղել եւ փոխել, դա չի կարելի։ Ողջույն։ Բարի երեկո։ Բարի երեկո, լսում եմ ձեզ։ Պետք է ասեմ, որ Վիոլետա Գևորգյանը այո, այստեղ հիմա տաղավարում չի, բայց վստահ եմ, որ ինքը լսում դիտում է ծրագիրը։ Ես նրանց դեմ գարնանային բարևներ եմ ուղարկում։ Եվ պետք է բոլորին ասեմ, որ ներկայացման մեջ, որ Վիոլետա Գևորգյանը զբաղված է, մենք բոլորս պետք է այնտեղ լինենք, քանի որ նա մեր ազգի Սավա Բերնարդն է։ Ճիշտ եք։ Ես գարնանային ողջույն նրան եւ աղջիկներ։ Բրավո, բրավո, շնորհակալություն հարգելի, շատ շնորհակալություն գեղեցիկ խոսքերի համար, ողջույն։ Մեզ կարևոր է հանդիսատեսի, տվյալ պահին հեռուստադիտողը նաև ձեր հանդիսատեսն է։ Ողջույն, լսում ենք ձեզ։ Ահա, Այդտենց։ ողջույն, դե պատրաստ չէր խոսելու, ամեն դեպքում լսում ենք ձեզ, սիրով։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես նախ կուզեի սիրելի Չուկոին
ցանկանալ բարի վերադարձ դեպի արվեստի ասպարեզը եւ մի հարց ունեի ում իրավունքով ես բացակայել այսքան երկար ժամանակ արվեստի Ում ես հարցրել, որ բացակայել ես Չուկո, այս շատ լավ հարց են տալիս ով է քեզ այդքան իրավունք տվել երկար ժամանակ լռել Հարցը հասկանում եմ ցավոք սրտի հանգամանքների առումով եւ նրանք այնպիսին էին որ ես ժամանակ չունեցա ուղակի իրավունքը հարցնեի բայց ինչպես որ օդանավները ուշանում են հետո արագ է քշում եւ ժամանակին հասնում է բայց ես խոստանում եմ որ այդ բացակայության տարիները այս ժամանակաշրջանում այնպես կսեղմվի որ կաշխատենք այդ բացակայությունները փակել մեր բուրըն աշխատասիրությամբ եւ աշխատանքով Բրավո Չուկո ջան լսենք հեռուստադիտողներին նորից եւ ամփոփենք մեր ծրագիրը ողջույն Hello, բարև ձեզ։ Բարև ձեզ սիրով լսում ենք ձեզ հարգելիս Ես Սակրամենտոից եմ զանգում Շատ հաճելի է խնդրեմ դուք եթերում Եվ կուզեի որ անպայման մի բան էլ ես ասել երկար ժամանակ ընդհանրապես բոլորս ձեր հաղորդումներին ես լսում եմ Սակրամենտոից բայց ցավոք սրտի չեմ կարողանում մասնակցել չգիտեմ ինչու դժվար է միանալը անդադ զբաղված է Ես կուզեի ձեզ ասել որ այն ինչ աշխատանք որ թափում եք որտեղ որ օգտագործում եք այդ աննամոս, դինամոս, չգիտեմ ինչ բառեր, չգիտեմ ինձ չի հետաքրքրում Ամեն դեպքում շատ համով բեմադրություն է մենք նայում ենք միայն ռեկլամներ ուրիշ բան չեն կարողանում տեսնել Համեցեք դուք էլ Սակրամենտոից ինչի՞ չէ եկեք մասնակցեք նույնպես ես կարծում եմ դժվար չէ այստեղ հասնելը ավելի հեշտ կլինի Դժվար չէ բայց իմ սա բողոքի ուղղակի մի փոքրիկ ուզում եմ տեսեք դրություն մեր իսկապես տխուր կյանքից մենք շատ տխուր ենք ապրում այստեղ Ես ինքս արվեստի մարդ եմ ես ինքս ինտելիգենտ մարդ եմ բայց արի ու տես մտավորականություն է այստեղ կարող ես մատների վրա հաշվել բայց ցավոք սրտի նրանք էլ լրիվ հերո են մնացած ամեն ինչից փորձեք գտնել ճանապարհներ այստեղ էլ մի քիչ հարկացրեք Եղավ շնորհակալություն հեռուստատեսության այս աշխարհը լայն հորիզոններ է ստեղծում մանավանդ ERT-ին շանթ հեռուստաընկերությունը ամենուրեք է եւ կարծում եմ օրեր կգան որ նաեւ այստեղի քաղաքները նույնպես կլինեն եւ թատերական լեցուն կյանքով ապրելու տարբերակով եւ ամեն ձև Նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել մասնակիցներին զանգահարողներին այն մարդկանց ովքեր որ իմ գոլեգաներն են ներկա են նաև ուզում եմ ներկայացնել այն փոքրիկ մեր ամենափոքրիկ դերասանուհուն որը հիասքանչ հանդես եկավ եւ այո իր անունը Մայա է Մայա ջան բարև ինչպես ես Եվ դու սիրում ես թատրոնը Եվ այս փոքրիկի թատրոնի սիրով էլ եկեք ավարտենք այսօրվա մեր ծրագիրը մեր ժամանակը հրավիրում եմ բոլորին մեր ընկերներին բոլոր ծանոթներին շնորհակալ Եղավ դե ինչ այսօր այսքանը լավ մնացեք ապրեք խաղաղությամբ վաղը կլինի վաղվա օրը բայց այս պահին հիշեք որ թատրոնական կյանքը մեզանում լեցուն է այդ ամենը առանց ստեղծում եք միայն դուք դե ինչ տեսություն լավ մնացեք